Լրատվական կենտրոնն է ազատության եթերը շարունակում, այսօրվա թեմաներն են։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբել։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է նախընտրական միավորումների հնարավորության մասին, Սերժ Սարգսյանը հնարավոր չի համարում ընտրություններով Փաշինյանի հեռացումը։ Amnesty International-ը տարեկան զեկույցում պնդել է, որ Հայաստանի ոստիկանությունը 2024-ին ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել։ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության զինվորականները Թբիլիսիում մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Օրերս Ադրբեջան այցելած Վրաստանի նախագահն այսօր էլ Հայաստանում է խոսել տարածաշրջանում խաղաղության մասին։ Հերթական խոշոր ողբերգական ավտովթարը Գյումրիում տեսախցիկներով չհսկվող խաչմերուկում 5 մեքենա է իրար բախվել։ Պուտինը հրադադար է հայտարարել մայիսի 9-ի շքերթն անցկացնելու համար, Զելենսկին չի ընդունում այս պայմանը։ Має бути припинений не на кілька днів. Թիմակիցների շուրթերով միմյանց հասցեին հեռակա մեղադրանքներից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խոսում են հնարավոր միավորումների մասին, բայց էական մի տարաձայնություն պահպանվում է, երկրորդ նախագահը նկատի ունի առաջիկա ընտրություններին ընդառաջ պայմանավորվել կոալիցիաների շուրջ, երրորդ նախագահը մինչդեռ համոզված է, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել հնարավոր չէ։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբել։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ երկրում իրավիճակը փոխելու նպատակով ընդդիմադիր ուժերի համագործակցությունը հնարավոր է, բայց մեկ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելը նա իրատեսական չի համարում, հաշվի առնելով այդ ուժերի մոտեցումների եւ ընկալումների տարբերությունները, ինչպես նաեւ անձնական հարաբերությունները։ Նախորդին հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպանը Ռոբերտ Քոչարյանը խոսել էր ոչ միայն 2020-ի պատերազմը տանուլ տալու եւ Արցախը կորցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալների, այլև ընդդիմադիր դաշտը համախմբելու եւ համատեղ պայքարի դուրս գալու հնարավորության մասին։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա սաղին հավաքել, ասենց ասել, սաղը միասին է, տենց չի լինել։ Մենք մեզ չխաբենք։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվել, իրատեսական եմ համարում։ Հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն, այո։ Եթե օրինակ ընտրությունների ինչ որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 միավոր կամ 20 միավոր, ոչ իրատեսական չի։ Այն, որ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի, Հայաստանի երկրորդ նախագահը վերահաստատել էր դեռևս փետրվարին իր վերջին ասուլիսում, ընդգծելով, որ իր ղեկավարած Հայաստան դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր ընտրական գործընթացներին, լինի հերթական թե արտահերթ։ Հանրապետական կուսակցությունը մշտապես ասել է, որ մեզ համար առաջնահերթությունը Նիկոլի հեռացումն է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականից արձագանքում են, պատրաստ են համագործակցության Ռոբերտ Քոչարյանի հետ, նաև ցանկացած ուժի կամ անհատի, ով պայքարում է Փաշինյանի դեմ։ Ինչպես հանրապետական պատգամավոր Աննա Մկրտչյանն է նշում, իհարկե իրենց ունեցած ընկալումների եւ բնորոշումների շրջանակում։ Հանրապետական պատգամավորի խոսքով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական թե արտահերթ ցանկացած գործընթաց չի կարող հանգեցնել նրա իշխանության հեռացմանը։ Մենք հիանալի հասկանում ենք, որ այն ժամանակամիջոցը, որ անցել է, հստակ ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրավական, սահմանադրաիրավական գործիքակազմով պայքարել, հույս ունենալ, որ ինքը պահելու է այդ խաղի կանոնները, հնարավոր չէ։ Բոլորիս աչքի առաջ է եղել 18 թվականի ատելության խոսքի, 21 թվականի չակուճով ընտրությունների գնալու, այսինքն այն ժամանակամիջոցը, որ իր համար անհրաժեշտ է արտահերթ կամ հերթական ինչ-որ մի պրոցես կազմակերպելու համար, ինքը դա անում է իշխանական լծակներով, պետական ռեսուրսը օգտագործելու միջոցով։ Մոտեցումների տարբերությունները նաև հաշվի առնելով հնարավորություն տեսնում եք համագործակցության Ռոբերտ Քոչարյանի հետ։ Չեմ համարում, որ իրական ընդդիմադիր ուժերը որևէ մեկ այդ ընդդիմադիր ուժերից համարում է, որ Նիկոլը դավաճան չէ։ Հետևաբար մենք այստեղ խնդիր չունենք։ Հանրապետական կուսակցությունը ընտրությունների մասին չի խոսում, մենք օր
առաջ Նիկոլին հեռացնելու մասին ենք խոսում եւ պատրաստ ենք կանգնել ցանկացած վայրում, ցանկացած մարդու կողքին, ով որ այս օրակարգի մեջ է, այս տրամաբանության մեջ է, նորից եմ կրկնում, առանց ամբիցիայի ապագա իշխանության մաս կամ ապագա իշխանությունում բաժին ունենալու։ Այն, որ Հանրապետականի եւ Քոչարյանի կողմնակիցների միջև կան դիրքորոշումների տարբերություններ, այդ մասին խոսել էր հենց Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը պնդել էր, որ ընտրություններով հնարավոր է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Մի դիրքորոշում, որն օրինակ չի համընկնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցման հետ։ Հանրապետականները իրենց հարցազրույցներում ասում են այս թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ, ինչ որ հաջողության ասեն։ Ես այդպես չեմ մտածել։ Դա տարաձայնություն է, այո, տարաձայնություն է։ Բայց դա փակում է ճանապարհը երկխոսության ինչ որ հարցեր քննարկելու, իհարկե չի փակում։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանը նաև խոստովանել էր, որ իր եւ Սերժ Սարգսյանի համակիրների ջրերը նույն առվով չեն հոսում։ Հետևաբար ըստ նրա ինքնանպատակ միավորումները կարող են բերել հիասթափությունների։ Եթե մենք ասենց կոպիտ ասած փորձենք միասին ինչ որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու։ Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմը։ Մինչդեռ օրերս Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հորդորեց ընդդիմադիր ուժերին պառակտումները մի կողմ դնել եւ կենտրոնանալ Փաշինյանին հեռացնելու հարցի շուրջ, պնդելով աջակցելու են նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնությանը։ Մեր նպատակի կետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել։ Ընդդիմադիր ուժերի ակտիվացման ֆոնին հրապարակ օրաթերթն այսօր գրել է, թե բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել։ Ըստ օրաթերթի շաբաթներ առաջ Մոսկվա է մեկնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինին։ Ազատությունը Ռոբերտ Քոչարյանի թիմակից Ագնես Ախամոյանից փորձեց ճշտել, արդյոք Մոսկվայում կայացել է Քոչարյան-Պուտին հանդիպումը։ Առանց մեկնաբանության, պատասխանեց պատգամավորը։ Իդեպ Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հրավերով այս պահին Մոսկվայում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովն ու խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրանք մասնակցում են մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային միջկուսակցական համաժողովին։ Շարմազանովը Facebook-յան իր էջում գրել է. ՀՀԿ միասնական Ռուսաստան միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակողում։ Առաջիկայում Մոսկվա կմեկնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, մասնակցելու մայիսի 9-ին մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Մայրաթորը քննադատել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդին, որը Էստոնիայում ընդունելով վարչապետ Փաշինյանին հրապարակավ աջակցություն էր հայտնել կառավարությանը խաղաղության հասնելու ծրագրերում։ Եկեղեցին պաշտոնապես պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայաստանյան բարձրաստիճան մի քանի հոգևորականներ ընդդիմադիր գործունեությամբ են զբաղված։ Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ անաղմուկ չանցավ։ Երեկվանից սոցիալական ցանցերում քննարկում ու քննադատում են բարձրաստիճան հոգևորականին, որ աղոթում է Նիկոլ Փաշինյանի ծրագրերի համար։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողության։ Վազգեն arczepiskopos Միրզախանյանն այսպես է ողջունել Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վարչապետին։ Հրավիրեմ բոլորին մեր վարչապետ եւ միասին աղոթքի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայկական պատվիրակությանը հրավիրել է աղոթքի ու հետո իր սրտի խոսքն ասել, խիստ քաղաքական բնույթի։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի։ Փաշինյանի խաղաղարար ծրագրերի համար աղոթող հոգևորականը ուզում է, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը քայլերը փոխի դեպի Եվրոպա։ Սրա համար են աղոթում։ Որովհետև մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից։ Դրթա թագավորը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է։ Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձ Բալթյան երկրների պես դիցուկ
Էստոնիայի կարողանա խաղալ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ գեղեցիկ ապագա ապահովել։ Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավականին, ձեզ։ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի խոսքերն անարձագանք չթողեց Փաշինյանի քաղաքականությունն ու ծրագրերը քննադատող մայրաթոռը։ Թեմակալ առաջնորդի արտահայտած որոշ մտքեր ու դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական ու վերագրելի չեն եկեղեցուն։ Այսօր պարզաբանել են մայրաթոռից։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն եւ զգուշավորություն դրսեւորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Որ մտքից ու դատողությունից են հատկապես բարկացել Սուրբ Էջմիածնում, Փաշինյանի խաղաղության ծրագրերի հաջողության համար աղոթքի, թե աշխարհաքաղաքական դատողությունների։ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը չցանկացավ հաղորդագրությունից դուրս հարցերի պատասխանել։ Ամեն ինչ ասված այդ հաղորդագրությամբ, առանց մեկնաբանության։ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը մեկ ամիս է, ինչ Եվրոպա է տեղափոխվել, երկար տարիներ Վրաստանի հայոց թեմի առաջնորդներ։ Հոգևոր ծառայությունն այստեղ թողել է 2019 թվականին ու տեղափոխվել Մայրաթոռ։ Եկեղեցու գործող իշխանության հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո են սրվել։ Մայրաթոռը շարունակում է քննադատել Փաշինյանի վարած քաղաքականությունը, հրաժարականի պահանջին էլ դեռ հավատարիմ են։ Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև սպաներ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության երկրներից։ Տեղեկությունը հաղորդել է պաշտոնական Թբիլիսին, մանրամասնելով, որ զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում վրացական կողմի ղեկավարությամբ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով։ Երևանում է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին, նա ընտրվել է խորհրդարանի կողմից, որի լեգիտիմությունը արևմուտքը չի ճանաչում։ Կավելաշվիլին ավելի վաղ Բաքվում էր, երկու մայրաքաղաքներում էլ նա խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման մասին։ Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկու հարաբերությունները, և մենք արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները և դա կարծում եմ մի քայլ է, որը արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները։ Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա, իհարկե իմ համոզմամբ այդ շահերը տեղավորվում են նաև մեր տարածաշրջանի Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում։ Մշվիդոբյանի ստաբիլուրի դա ձլիերի ռեգիոնի Մենք ամեն ինչ պետք է անենք և կարող ենք անել, որ Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Նաև շատ ողջունելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է և հուսով ենք շուտով կստորագրվի այն և մեր տարածաշրջանում կլինի խաղաղություն և կայունություն։ Amnesty International-ը հրապարակել է տարեկան զեկույցը Հայաստանի բաժնում կարմիր թելով անցնում են ոստիկանական բռնությունները, Բագրատ սրբազանի ցույցերն ավարտվեցին հատուկ միջոցների կիրառմամբ 100-ից ավելի մարդ հիվանդանոցում հայտնվեց, որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Հայաստանի ոստիկանության կողմից նախորդ տարի ցուցարարների դեմ կիրառված ուժը որոշ դեպքերում իրավաչափ չէր, պնդում են աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի Amnesty International-ի ներկայացուցիչները։ 2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում իրավապաշտպանները մասնավորաբար նշում են. Վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջև։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն 98 մարդ ձերբակալվել է։ Նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու և խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում
իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Իրավապաշտպանների խոսքով նախորդ տարվա գարնանը սկիզբ առած ցույցերի եւս մեկ առանձնահատկությունը լրագրողների դեմ ճնշումներն էին։ Ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած ցույցերը ուղեկցվել են լրագրողների դեմ ճնշումների եւ հետապնդումների, այդ թվում նրանց ուղղված վիրավորանքի եւ սպառնալիքների դեպքերի աճով։ Հայաստանում գործող Խոսքի ազատության կոմիտեի տվյալներով լրատվամիջոցների 14 ներկայացուցիչներ են տուժել բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում։ Դա տեղի է ունեցել թե թիրախային հարձակումների եւ թե ամբոխի հրմշտոցի պատճառով։ Որոշ լրագրողների հրել եւ գետնին են գցել։ Ոմանք էլ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել վնասվածքներ ստանալով։ Իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում հիշատակում է նաև ընդդիմության աջակիցներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի 2024-ի մարտի 22-ին տեղի ունեցած ձերբակալությունը։ Երկու տղամարդիկ մեղադրվում էին Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության մյուս անդամների մասին անտիֆեյք կայքում անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Նրանց դատավարությունը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին։ Եթե դատարանը Սաղաթելյանին եւ Սամսոնյանին մեղավոր ճանաչի, նրանց կարող է մինչև 5 տարվա ազատազրկում սպառնալ, նշում են Amnesty International-ի իրավապաշտպանները։ Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված կացությանն իրավապաշտպանները նաև ընդգծում են, որ Ադրբեջանի հետ լարվածությունը 2024-ին պահպանվում էր։ Ադրբեջանի հետ հետկոնֆլիկտային լարվածությունը շարունակում է Հայաստանում ներքաղաքական խժդժությունները սնուցող գործոն հանդիսանալ, նշում են զեկույցի հեղինակները, կրկին անդրադառնալով նախորդ տարվա մայիսին սկիզբ առած սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։ Amnesty International-ի ներկայացուցիչների պնդմամբ Բաքվի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնության հետևանքով մեջբերում Տավուշի մարզի 4 գյուղեր մնացին ադրբեջանական կողմում։ Զեկույցի հեղինակներն անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանմանը, նշելով, որ նրանք Հայաստանում շարունակում են լուրջ խնդիրների բախվել։ Կառավարությունը շարունակում է դժվարությունների բախվել այն ավելի քան 100,000 փախստականների ինտեգրման հարցում, որոնք 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության հաստատումից հետո ապաստան գտան Հայաստանում, նշում են զեկույցի հեղինակները մանրամասնելով։ Հատկապես բնակարանային ապահովման, զբաղվածության եւ կրթության հարցերը շատ փախստականների համար շարունակում են խնդրահարույց մնալ։ Նրանց Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը մնաց չիրականացված, նշում են Amnesty International-ի մասնագետները։ Զեկույցի հեղինակները հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնում են նաև փաստաթղթի Ադրբեջանին նվիրված գլխում։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրվեց օգոստոսին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը համաձայնեց այդ բանակցությունների օրակարգից հեռացնել իր հիմնական տարածքը Նախիջևանի էքսկլավին կապող Զանգեզուրի միջանցքի մասին պահանջը։ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր պայմանները, սակայն մասնավորաբար Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու եւ փաստաթղթից Լեռնային Ղարաբաղի հետ միասնության մասին հղումները հեռացնելու պահանջն, ինչպես նաև սահմանազատման շուրջ շարունակվող վեճերը ավելի բարդացրեցին վերջնական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը, նշում են Amnesty International-ի ամենամյա զեկույցի հեղինակները։ Եվ Amnesty International-ի զեկույցն այժմ քննարկելու ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Շնորհակալ եմ տիկին Ալեքսանյան։ Նրանք նշում են, որ ցուցարարների դեմ ուժը որոշ դեպքերում իրավաչափ չի եղել, բայց ձեր գնահատականը կարծես ավելի կոշտ է։ Այո, ես շատ լավ հիշում եմ հունիսի 12-ը հետևում էի եւ երբ ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել, ակնհայտ երևում էր եւ բռնի դեպքերը եւ այդ նռնակները, որ նետում էին միաժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը ազգային ժողովում էր գտնվում, դեպքերը տեղի են ունենում հենց ազգային ժողովի դիմաց եւ նա միանգամից հայտարարեց զուգահեռ բռնություններին, այն ինչ որ կատարվում էր ուրեմն այդ տարածքում, վարչապետը հայտարարեց, որ իրավաչափ ուժ է կիրառվել, ամբողջությամբ պաշտպանության տակ առնելով ոստիկանական գործողությունները, դեռևս անհասկանալի էր, թե իրականում ինչ է կատարվում, այնտեղ այդ ծուխը, այդ նռնակների այդ պայթյունները եւ հետագայում, այսինքն ավելի պարզ դարձավ, ես ինքս այցելել եմ հիվանդանոց այնտեղ տուժածներից մեկին, որ ամենածանր վնասվածքներ ստացել,
Եսայի Քարամյանին, ում ձեռքը վիրահատել էին, այս դաստակը կարծես վտանգի տակ էր, որ կարող է եւ չկարողանային, բայց բժիշկները կարողացան ամրացնել, չգիտեմ, վիրահատել եւ վիրահատությամբ նրան պահել։ Այսինքն ցուցարարների նկատմամբ ես կարող եմ ասել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ագրեսիվ գործողություններ այդպես չկային, թեև հակառակ կողմը պնդում էր, որ իբր ուզում էին ներխուժել ազգային ժողով։ Տիկին Ալեքսանյան, բայց կադրեր էլ կան, որ նրանք օրինակ պոկում են Սիրահարների այգու ճաղերը, ոստիկանների ուղղությամբ իրեր են նետում, արդյոք այդպես միանշանակ կարելի է պնդել, որ այդ ցուցարարները Ես տեսել եմ այդ կադրերը, այդտեղ կարելի էր վերահսկել եւ առանց այդ ռումբերը նետելու նրանք կարող էին, այնքան շատ մեծ քանակի ոստիկանություն կար եւ այդ տարածքը խիտ հատվածը չէր եւ նրանք կարող էին վերահսկել եւ վնասազերծել, տանել դուրս այդ նրանց, ովքեր ես տեսել եմ ինչպես էին քարեր պոկում գետնից, որ եւ այլ այդպիսի տեսարաններ կային, բայց դա հնարավոր էր վերահսկել առանց ռումբեր նետելու եւ մարդկանց այդքան վնաս պատճառելու։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Հերթական խոշոր ողբերգական ավտովթարը Գյումրիում տեսախցիկներով չհսկվող խաչմերուկում 5 մեքենա է իրար բախվել։ Պուտինը հրադադար է հայտարարել մայիսի 9-ի շքերթն անցկացնելու համար։ Զելենսկին չի ընդունում այս պայմանը։ Має бути припинений не на кілька днів. Քննչական գործողությունների շրջանակում հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրելյանին այսօր դուրս է հանել դատական նիստերի դահլիճից։ Ըստ իրավապահների, դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն կաշառք տալու, ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ, այլ մանրամասներ հայտնի չեն, դատավորին մեղադրանք առաջադրելու համար պահանջվում է բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը։ Դատավորի փաստաբանը հայտնել է, որ Արտուշ Գաբրելյանի ազատությունը սահմանափակված չէ։ Պրոշյանցիների բողոքի ակցիաները շարունակվում են, համայնքային տրանսպորտի մրցույթում հաղթել է Գագիկ Ծառուկյանի ընկերությունը երթուղին թանկացել է, բացի այդ հասնելու է Երևանի Արվարձան, որտեղից էլ ուսանողները, աշխատանքի շտապողները պիտի մայրաքաղաքի տրանսպորտ խցկվեն ու նորից վճարեն։ Չէ, վարչական տարածքից դուրս մենք չենք կարող համաձայնել։ 2.5 ժամ տևած քննարկում ու ոչ մի համաձայնություն։ Քասախի ու Պրոշյանի մի խումբ բնակիչներ տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ հանդիպման կեսից հուսահատվեցին, ավարտին վրդովվեցին, հեռացան, ինչու եկանք հարցով։ Ոչ մի հարցի պատասխան չի տրվել, այն որ ասում են ի շրջանս յուր, իրենք նույն բանը կրկնում են։ Իսկ հարցերն առանձնապես շատ չէին, այս համայնքների բնակիչները խնդրում են, որ կառավարությունը տրանսպորտային բարեփոխման շրջանակում իրենց տառապանք չպատճառի։ Կառավարությունը ժողովրդի շահերն չի դնում կոպիտ ասած։ Պրոշյանը 25, Քասախը 59 համարի մայրաքաղաքային ավտոբուսներն են սպասարկում։ Տարածքային կառավարման նախարարությունում որոշել են պրոշյանցիներին ու քասախցիներին Երևան կտանեն կբերեն 3 տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Իսկ 2 երևանյան ավտոբուսները այս գյուղեր մտնելու իրավունք չունեն։ Ինչու փոխնախարար Սիմոնյանը պատասխանում է հստակ։ Պրոշյանն ու Քասախը չեն գտնվում Երևան համայնքում։ Օրենքն արգելում է, որ երևանյան ավտոբուսը մտնի մարզեր, բա մինչև այժմ ինչպես է մտել այս հարցի պատասխանը չկա։ Բնակիչների խնդրանքն էր, որ այդ ավտոբուսները մի քանի 100 մետր գյուղ մտնեն։ Խնդիրն այն է, որ Պրոշյանի ավտոբուսը մետրոյի բարեկամության կայարանով մինչև հաղթանակի զբոսայգի է հասնում։ Քասախինը Մալաթիա Սեբաստիայով Արգավանդ, իսկ այս նոր միկրոավտոբուսներն իրենց կհասցնեն մինչև ֆիզիկայի ինստիտուտի Խաչմերուկ։ Մարդիկ ստիպված մի քանի տրանսպորտ են փոխելու, վճարելով ավելի շատ։ Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների խնդրանք պահանջը, որ այդ 300 մետրը, 200 մետրը, 600 մետրը, այդ պահանջը խնդրանք պահանջը իրագործվելու է թե մերժվում է։
Սերգո ջան, դուք այնպես եք ներկայացնում, նորից եմ կրկնում, որ Երևանի տրանսպորտը դուրս է գալիս համայնքից եւ այդ համայնքը որևէ տրանսպորտային միջոցներով չի մի րոպե, խնդրում եմ որ բոլորը հարգեն գործող օրենսդրություն։ Փոխնախարար Արմեն Սիմոնյանի առաջարկն այն է, որ այս գյուղերի բնակիչները քայլեն մինչև Մայրուղի, այնտեղ, որտեղ կլինի ավտոբուսների վերջնակետը։ Չեք ուզում քայլեք 150 մետր, օգտվեք Երևանի տրանսպորտից, եթե ուզում եք օգտվել Երևանի տրանսպորտից։ Այո, ուզում ենք քայլել, բայց երեխաները, առավոտը դուրս շտապող, ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձիկ եւ շատ այլ մարդիկ, այո, այդ 150 մետրը չեն կարող քայլել։ Քասախցի Անահիտ Խաչատրյանը տարակուսում է, միթե խոսքը քայլել ցանկանալու կամ չցանկանալու մասին է։ Պրոշյանցիներն օրինակ 25 համարը նստելու համար պիտի քայլեն մինչև Պաշտպանության նախարարության հին շենք։ Քասախցիները գյուղից մոտ 700 մետր իջնեն Մայրուղի, ու երկու համայնքների բնակիչներն էլ չեն հասկանում, թե ինչպես են արագընթաց ու վթարներով լի այդ Մայրուղում անփոր ցանկ ավտոբուս նստելու։ Երկնանցումն աշխատում, ոչ սվետաֆոր կա դրա, ոնց եք պատկերացնում այդքան բնակիչներ, պետք է ամեն օր այդ Մայրուղը ոնց են ասում։ Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացու անվտանգությունը, ինչ այս դեպքում չի ապահովվում։ Պրոշյանցին ինչպես է հասնելու Երևան աշտարակ խճուղով, նույնիսկ երևի գծանշում էլ չկա։ Տարածքային կառավարման փոխնախարարը փորձեց բացատրել, թե ինչպես է հնարավոր անվտանգ նստել այդ ավտոբուսները, բայց ոստիկանության ներկայացուցիչը, որ նույնպես մասնակցում էր քննարկմանը, փոխնախարարի համար մի քանի ճշտում արեց, որից պարզ դարձավ, որ որոշում կայացնողները հստակ պատկերացում չունեն, թե մարդիկ ինչպես են ավտոբուսներից օգտվելու, եթե դրանք այլևս գյուղեր չմտնեն։ Բնակիչներից մեկը հաշվել էր այս ռեֆորմի հետևանքով ինքն ամեն օր 1600 դրամ ավելի է վճարելու։ Իր գյուղ մտնող ավտոբուսով հասնում էր աշխատավայր։ Հիմա մի քանի տրանսպորտ պիտի փոխի։ Կյանքը մեզ համար թանկանում ու բարդանում է, բողոքում էին բնակիչները։ Դե խնդրում եմ իմ հարցը լուծեք։ Պետություն եք ներկայացնում, լիազոր մարմին, դե ասեք, ոնց են անում այս հարցը, ինչ անում են։ Մարդիկ ի վիճակի չեն, ոչ բոլորն ի վիճակի, այսօր մարդկանց վիճակը մի քիչ հաշվի կա, առնելն է պետք, պարոն Սիմոնյան է։ Իսկ մյուս բնակավայրերից այսօր որ փոխադրվում են Երևան, այդ նույն սխեմայով։ Փոխնախարարի տարակուսանքինի պատասխան Քասախի ու Պրոշյանի բնակիչները բացատրեցին, երկու համայնքները Երևանին կպած են, իրենք հիմնականում Երևանում են աշխատում, սովորում, այլ մարզային բնակավայրերի հետ համեմատելու չէ։ Արմեն Սիմոնյանն այս դեպքում էլ միայն մեկ պատասխան ուներ. Երևանի ավտոբուսը գյուղեր չի մտնի, օրենքի խախտում է։ Թե երբվանից ավտոբուսները կսկսեն գյուղեր չմտնել, առայժմ պարզ չէ, բայց Մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները արդեն իսկ աշխատում են, սակայն բնակիչների բոյկոտի պայմաններում, ոչ ոք դրանցից չի օգտվում։ Դա ոչինչ, կարող է տենց լինի։ Ընկերության ղեկավարը կարծում է մարդկանց տրամադրությունները կփոխվեն, գյուղերի բնակիչներին հանդիպման ողջ ընթացքում վստահեցնում էր, միկրոավտոբուսների պակաս չի լինի, կսպասարկվեն բոլորը։ Ձեր երկու տարածքը տրանսպորտի խնդիր չի ունենա։ Միկրոավտոբուսներով երթևեկել, սակայն մարդիկ չեն ուզում, նախ ավելի թանկ է, մայրաքաղաքային ավտոբուսների համար արդեն փաթեթներ ունեն, դրանից բացի էլ երթուղին հարմարավետ չէ։ Օրինակ, առավոտյան երկու գյուղերից ավելի քան 1000 ուսանող պիտի գնան ֆիզիկայի խաչմերուկ, վերջնակետ, այդտեղից ինչպես են դասի հասնելու, Երևանյան գերծանրաբեռնված տրանսպորտի պայմաններում։ Մարդկանց մտահոգող այս հարցը փոխանցեցինք փոխնախարար Սիմոնյանին։ Վերաբաշխումը հոսքերի ոչ թե մեկ ուղղությամբ գալիս է դեպի Երևանի խորքը, Երևանի մետրո, այլ տեղի է ունենում Երևանի սահմանամերձ շրջաններում։ Եվ ծանրաբեռնվածությունը դեպի Երևանի խորքը փոփոխվում է։ Փոխնախարարը նույնիսկ դրական է համարում այն, որ մարզերից եկածները քաղաքի խորք չեն գնում, իսկ թե ծայրամասից ինչպես են դասի հասնելու, ասած այլ երթուղիներով։ Տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգի համալսարանում աշխատած կենսաֆիզիկոս է։ Գուցե սա է պատճառը, որ չհասկացավ մեզ հանդիպումից հետո դառնացած էր քասախցի Արթուր Մարդանյանը։ Հետագա անելիքները կորոշեն համայնքային ժողովում։ Նախարարությանը համոզելու փուլը ավարտված են համարում։ Իսկ Արագածոտնի մարզից լավ լուր արդեն կա։ Կիրակի օրը Կոշի բնակիչներն էին Երևան, Գյումրի մայրուղին փակել, դարձյալ բողոքելով նոր սակագներով երթուղային ցանցի դեմ, որ պիտի գործարկվեր մայիսի 1-ից։ Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են, առայժմ տրանսպորտը նախկինի պես կգործի։ Գյումրիում ողբերգական ավտովթարի մասին դարձել զոհ եւ վիրավորներ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը նման պատահարների էպիկենտրոն է դարձել զբոսաշրջության ուղղություն հռչակված Գյումրիի խաչմերուկներում տեսախցիկներ չկան, եթե տարածքն այդ պահին չի հսկում ոստիկանը, վարորդները հաճախ օգտվում են իրավիճակից։
Այսօր առավոտյան Գյումրիի Գարեգին Նժդե փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 5 տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում 8-ամյա մի աղջնակ տեղափոխվել են հիվանդանոց։ Երեխան մահացածի դուստրն է, նրան Գյումրի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածածին հիվանդանոց։ Ըստ ռեանիմացիայի բաժնի վարիչ Աշիկ Դարիբալթյանի երեխայի վիճակը գնահատվել է ծանր։ Մենք հայտնաբերել ենք ուրեմն անդրակի ձախանրագի կոտրվածք, կրծքոսկրի կոտրվածք, աջ կողմից կողերի կոտրվածք եւ թոքի սալջարդ։ Այո, բավական արդարացած տրավմաներ կային, չնայած գանգուղային տրավմա մենք չենք հայտնաբերել, պարանոցային ողները ամբողջական էին, երեխան որ սկզբից որ ընդունելու ժամանակ արդեն խոսակցական չկար, ռեակցիաները շատ թույլ էին, բայց կար ժամանակից հետո երբ կատարվեց արդեն ցավազրկում եւ անհրաժեշտ միջոցառումներ ճնշումը բարձրացնելու նպատակով, հակաշոկային միջոցներ կատարվեցին, սկսեց խոսել։ Գիտակցությունը բարձր էր, պատասխանում էր հարցերին adekvat, բայց նա ուներ ռետրոգրադ ամնեզիա, այսինքն հետադարձ ամնեզիա, չգիտեր իր այդ ինչ է կատարվել։ Հիմա վիճակը մենք գնահատել ենք ծանր։ Երեխան հոր հետ եղել է Ֆորդ Մակնիշի մեքենայում, որը բարձված էր բանջարեղենով։ Զոհված է Հարությունը այդ տարածքից մի քանի մետր հեռու միրգ բանջարեղենի վաճառքով էր զբաղվում։ Հարվածի հետևանքով մեքենան բախվել էր Լուսատուի Սյանը, իսկ քիչ հեռվում կողաշրջվել էր կանչի մեկնած հրշեջ մեքենան, որը եւս 3 մեքենայի էր բախվել։ Կողաշրջված հրշեջ մեքենայում գտնվող 3 հրշեջները հոսպիտալացվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի ղեկավար Վաղինակ Հովհաննիսյանն ասաց, վթարի զոհը տեղափոխվել է իրենց բուժ կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կլինիկական մահը։ Շտաբօգնության մեքենայով են տեղափոխվել, մեկը կլինիկական մահ, գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա, կենսաբանական մահ։ Մյուս 2 տուժածներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն, մեկի մոտ կոտրվածքներ են։ Պացիենտի մոտ կա ողնաշարի կրծքային հատվածի 5-ից 5 եւ 8 ողերի եզրերի կոտրվածք, մյուս պացիենտը խնդիրներ չունի տրավմատիկ։ Մեկը հոսպիտալացվում է ստացիոնար բաժանմունք, երկուսը ամբուլատոր են հետազոտվել, գնում են տուն։ Դեպքի վայրում աշխատում էին քննիչները, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանում գրեթե ամեն օր 1 մարդ է մահանում տրանսպորտային պատահարից։ Պաշտոնական թվերով անցած տարի գրանցվել է 4314 վթար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել ավելի քան 6000-ը։ Այս տարվա առաջին 3 ամսում արդեն 60 մարդ է մահացել ավտովթարի հետևանքով։ 2 շաբաթ առաջ խորհրդարանում այս թեմայով լսումներ էին, կոնկրետ Գյումրիում ընդամենը 3-ից 4 արագաչափ է տեղադրված, տեսախցիկներ առհասարակ չկան, ինչը ավելի է հեշտացնում կարգազանց վարորդների գործը։ Ճանապարհների կահավորանքը բավարար չէ, նույնիսկ հաշվարկել չկա, թե որքան գումար կպահանջվի Հայաստանի բոլոր ճանապարհներն անվտանգության նշաններով կահավորելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդներն ամենահաճախը արագությունն են գերազանցում։ Ամենաբարձր տոկոսը դա արագությունն է, երկրորդ տեղում հետիոտների կողմից կանոնների խախտումն է եւ երրորդ տեղը կարելի ասել շարքերի վերադասում, ինչի մասին այսօր եւս խոսեցին։ Այս պատկերը ինքը կարող է տարեստարի փոխվի որոշակի փոքր տոկոսով, բայց ընդհանուր պատկերը չի փոխվի, այսինքն առաջի տեղում մենք եւս ունենալու ենք արագություն։ Սրա հետ մեկտեղ վերջերս իշխանությունն ավելացրեց վարորդների տուգանային միավորները, դրանք 9-ից դարձնելով 13, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ խախտում անելու հնարավորություն են ստանում, նախքան կզրկվեն վարորդական իրավունքից։ Լսումների ընթացքում պաշտոնյաներն ասում էին, որ նախատեսում են փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների օրենքում, խստացնելով որոշ պատիժներ։ Ոստիկանական մեքենաների վրա էլ հատուկ սարքեր են տեղադրվելու, որ առանց վարորդին կանգնեցնելու խախտումն արձանագրվի, լինի դա ամրագոտին չկապելու, թե օրինակ ղեկին ծխելու դեպք։ Թեև պաշտոնական թվեր հրապարակելիս մատնացույց է արվում, որ օրինակ 2023-ի համեմատ 2024-ին մահվան դեպքերը 44-ով նվազել են, բայց քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ իրավիճակը շտկելու համար դեռ շատ անելիքներ կան։ Միջազգային լրահոսից Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է լիբերալ կուսակցությունը, որի առաջնորդ գործող վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի հաջորդ կառավարությունը, սակայն լիբերալները չեն ստացել մեծամասնության քվեն, ստիպված կլինեն կոալիցիա կազմել։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է երրորդյա հրադադար, որպեսզի հաղթանակի օրը շքերթ և տոնական այլ միջոցառումներ անցկացվեն։ Ուկրաինայի նախագահը ասել է, թե Կրեմլը մանիպուլացնում է թե Միացյալ Նահանգներին, թե ամբողջ աշխարհին։ Հրադադարը պետք է լինի անհապաղ, լիարժեք և առանց նախապայմանների ու առնվազն 30 օր։ Ми цінуємо життя людей. Մենք գնահատում ենք մարդկային կյանքերը, այլ ոչ թե շքերթները։ Չկա որևէ պատճառ սպասելու մինչև մայիսի 8-ը։ Հրադադարը չպետք է լինի ընդամենը մի քանի օրով։ Бути припинений не на кілька днів. Այս ֆոնին Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի, ապա Ուկրաինան չի կարողանա հաղթել ու վերականգնել տարածքը։ Լրատվամիջոցներում կա տարօրինակ մի գաղափար, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի, ռուսները կպարտվեն, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, սակայն սա այդ իրականությունը չէ, որում ապրում ենք։ Իրանի ամենամեծ նավահանգստում հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի, ըստ Թեհրանի միջադեպը տեղի է ունեցել անվտանգության միջոցառումները չպահպանելու ու անփութության հետևանքով։ New York Times-ը հղում անելով Հեղափոխության պահապանների կորպուսում իր աղբյուրներին գրել էր, թե պայթած կոնտեյներում եղել է հրթիռների համար օգտագործվող վառելիքի հիմնական բաղադրիչներից, Իրանը սակայն հերքում է այս տեղեկությունը։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում և այցելեք մեր կայքը ազատություն.am, կհանդիպենք։